Ողջույն, մենք Սևաստացի 4-րդ դասարանցիներն ենք։ Դուք ինչ դասի եք մասնակցում, երեխաներ։ Խոհանոցային։ Տեխնոլոգիայի խոհանոցային դասին։ Լավ, այսօր մեր թեման որն է, երեխաներ։ Հացի թեման ենք, չէ՞ քննարկելու։ Կեցեք, երեխաներ։ Երեխաներ, խնդրում եմ ինձ ասեք, հացի խմորը ինչով ենք պատրաստում։ Հացի խմորը պատրաստում ենք խմորիչով Կամ թեթխմորով։ Կեցեք։ Սիրելի սովորողներ, իսկ խմորը ինչ պարզ բաղադրիչներով ենք պատրաստում։ աջուր, Աղ, ջուր կամ շաքարավազ, յուղ կամ էլ կաթ։ Կեցեք։ Քարե դարում մարտօրտագործումներ, վայրի հատիկաբույսերի, ջրում փափկեցված Հում հատիկներ։ հատիկներ։ Այո։ Ենթադրվում է, որ թեթխմորը առաջացել է հին Եգիպտոսում եւ տարածվել ողջ աշխարհում։ Կեցեք։ Հացի էժանության, լավ մարսվելու, գերազանց համի պատճառով արագ տարածվեց ողջ աշխարհում։ Կեցես։ Հացը առատորեն պարունակում է սպիտակուս, ածխաջուր, հանքային նյութեր վիտամիններ, հատկապես B խմբի։ եւ բջջանյութ։ Ապրեք։ Մարդը եթե ուտի 500 Գրամ գրամ հաց։ հաց, նրա օրգանիզմը կապահովի սպիտակուցի 1/3-ով։ Կեցեք։ Աշորայի հացը Կենսաբանական լիարժեքությամբ, բարձր է ցորենի հացից, բայց մարսրությամբ զիջում է ցորենի հացին։ Սիրում եմ ձեզ։